Ողջույն սիրելի դիտողներ, ողջույն Հայկ Ալիքի հարգելի բաժանորդներ, Հայկ Ալիքի բաժանորդների շեմը հատեց 5003 2025 թվականի նոյեմբերի 17-ի դրությամբ և պետք է շնորհավորեմ բոլորիս այս առիթով, շնորհակալությունս հայտնեմ բոլոր բաժանորդներին, Ալիքի և աջակցողներին։ Հայկ Ալիքը ստեղծվել է նպատակով, որպեսզի մենք հայերս կարողանանք միասին տեղեկությամբ փոխանակվել, մտքերով փոխանակվել և կարևոր տեղեկություններ ու վերլուծություններ կարծիք լինի Հայկ Ալիքի միջոցով փոխանցվի բաժանորդներին, մեր ազգակիցներին։ Ի վերջո, գերնպատակը դա միասին հզոր հայկական պետականություն ստեղծելն է, հայքը վերածնելն է։ Դրա համար մի փոքր պատմեմ Հայկ Ալիքի և իմ վերաբերյալ։ Ես մասնագիտությամբ բժիշկ եմ, իմ բարձրագույն ուսումնական հաստատությունները բժշկական են, երկուսն էլ, բայց տարբեր հանգամանքների այսպես նպաստելով, կարելի ասել, ես միշտ հետաքրքրված եմ եղել մեր հասարակական ու քաղաքական կյանքով, դրա համար Հայկ Ալիքում շատ տեսանյութեր հրապարակվում են քաղաքական հարցերին, մեր հասարակական ներքին կյանքի, մեր ազգի խնդիրներին վերաբերող տեսանյութեր։ Իհարկե Հայկ Ալիքում կան առողջությանը վերաբերող տեսանյութեր, որը արդեն իմ մասնագիտական և իմ ընկերների տեսանյութերն են կամ նրանց օգնությամբ պատրաստվող տեսանյութերը, և երրորդ բաժինը, որ հաճախ տեսանյութերով ես կիսվում եմ, դա անշարժ գույքի շուկայում կատարվող նորություններն են։ Հիմա կարելի է մի տեսակ զարմանք ունենալ, ինչու եմ այսպես իրար հետ ուղիղ կապ չունեցող բաժիններ Հայկ Ալիքում հրապարակվում։ Ասեմ, որ այն տարիներին, երբ ես վերադարձա արտասահմանից Հայաստան, կարճ մի քանի տարի ապրել եմ արտասահմանում, հարց էր, որ բոլոր երիտասարդները մեծամասամբ, ովքեր նույնիսկ ունեին աշխատանք և եկամուտներ, դժվարություն ունեին անշարժ գույք ձեռք բերելու, նույնիսկ վարկավորման միջոցով այդ խնդիրը միշտ խանգարում էր հայ երիտասարդներին և այսօր էլ շարունակում է խանգարել, իսկ դա մեծ խոչընդոտ է, որպեսզի մարդիկ ընտանիք կազմեն, երեխաներ ունենան ու իմ կարծիքով անարդարացիորեն և էլի շատ մարդկանց կարծիքով, նույնիսկ փորձագետների կարծիքով գները ուռճացված են եղել անշարժ գույքի Հայաստանում, Երևանում և Երևանից կախված այլ մարզերում։ Դրա համար ես փորձում էի մատչելի ձևով տեղեկություն տրամադրել մարդկանց անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող իրադարձություններին, այնտեղ տիրող վիճակի հետ կապված, որպեսզի մարդիկ կարողանան չշփոթվել, կողմնորոշվել և քիչ վնաս կրել ուռճացված գներով կամ վատ պայմաններով գույք ձեռք չբերել։ Երբ մենք ունենանք ազգային պետություն, մարդկանց իհարկե եկամուտները շատ ավելի արժանապատիվ կլինեն և անշարժ գույքի գները խելամիտ կլինի, կտարբերվի Եվրոպայի հայտնի մայրաքաղաքների կամ քաղաքների գներից Երևանի գները, կամ մակարդակը այնքան բարձր պետք է լինի մարդկանց եկամուտների, որ նշված բարձր գները արդարացված լինի, իմաստ ունենա։ Սրա պատճառով է, որ ես անշարժ գույքի վերաբերյալ տեսանյութեր եմ հրապարակել և անդրադառնում եմ այդ թեմային։ Մեկ անգամ ևս ուզում եմ բոլորիդ շնորհավորել և համոզված եմ, որ միասին մենք կարողանալու ենք հզոր և միասնական մեծ հայրենի պետություն ստեղծել ու դա պետք է անի մեր սերունդը։ Այդ գործը մենք պետք է անենք, մեր սերունդը պետք է անի, չպետք է այդ գործը թողնենք հաջորդ սերունդներին։ Բոլորիդ մաղթում եմ ամենայն բարիք,
միասին պետք է հայքը վերածնենք։